Պուտին-Թրամփ հանդիպում չի լինելու։ Միացյալ Նահանգների ղեկավարն է չեղարկել Բուդապեշտում Դաշնության նախագահի հետ նախատեսված հանդիպումը։ Մեկ է, անհրաժեշտ նպատակին չէինք հասնելու, այսպես է իր որոշումը բացատրել Թրամփը։ Պարզապես ինձ ճիշտ չթվաց այդ հանդիպումը։ Դժվար թե հասնենք այն նպատակին, որին պետք էր հասնել, բայց ապագայում այն կանցկացնենք։ Թրամփը հիասթափվել է, ըստ նրա դիվանագիտական ջանքերն արդյունք չեն տալիս, բանակցությունները փակուղի են մտել։ Անկեղծ ասած, Վլադիմիրի հետ մեր զրույցները միշտ լավ են անցնում, բայց դրանք առաջ չեն գնում, իսկ պատերազմը երկու շատ ուժեղ կողմերի միջև շարունակվում է։ Մարդիկ մահանում են, նրանք ամերիկացի չեն, բայց մարդ են, հազարներով են մահանում։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր պատերազմն է եւ պետք է կանգնեցնել այն։ Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար Վաշինգտոնը ուժեղացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Դա պատժամիջոցների հսկայական փաթեթ է Ռուսաստանի երկու խոշոր նավթային ընկերությունների դեմ։ Մենք սրան ստիպված ենք գնացել, հույս ունենք երկար չի տևի։ Պատժամիջոցներ ռուսական նավթային խոշոր ընկերությունների Ռոսնեֆթի եւ Լուկոյլի նկատմամբ։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի, այդ ընկերություններն են ֆինանսավորում Կրեմլի ռազմական մեքենան։ Չեմ կարող ասել արդյոք այս պատժամիջոցները կստիպեն Պուտինին կանգնեցնել պատերազմը, բայց վստահ եմ որոշակի ազդեցություն հաստատ կունենան։ Նրան ավելի խոհեմ կդարձնի իմ այս որոշումը։ Եվ հուսով ենք, որ Զելենսկին էլ խոհեմ կլինի։ Գիտեք, ասում են պետք է երկուսով պարել տանգոն, իսկ նրանք միմյանց ատում են։ Նրանց իրար հանդեպ ատելությունն է ամեն ինչ այսքան բարդացնում։ Հավանաբար, որպեսզի Զելենսկին էլ իր հերթին ճնշվի, Վաշինգտոնը որոշել է Կիևին տոմահաուք հրթիռներ չտալ։ Որպեսզի ուկրաինացիները սովորեն օգտագործել այդ հրթիռներն, առնվազն 6 ամիս, նույնիսկ 1 տարի պետք է նրանց։ Դրանք շատ բարդ զենքեր են։ Միայն ամերիկացի զինվորները գիտեն ինչպես օգտագործել այդ հրթիռները, իսկ ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ նրանք ուրիշներին էլ սովորեցնեն։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։